Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, փառքասովոր մենք այսօր էլ առողջ ենք, կենդանի կարող ենք գալ Աստծո ոտքի մոտ եւ սովորել իրենց իր դասերը։ Թող Աստված օրհնի այս ժամը, իր Սուրբ Հոգին ուղարկի, որպեսզի մենք կարողանանք Սուրբ Հոգով ներշնչված ուսումնասիրել իր խոսքը եւ ճիշտ հասկանալ եւ Հիսուսի շնորհքով իրագործել մեր կյանքում։ Հիսուսի անունով խնդրեցի, փառք Որդուն Սուրբ Հոգուն, այժմ եւ միշտ եւ հավիտյան դայրում, ամեն։ Այսօր այս երամսյակի վերջին դասն է, մենք այս ամբողջ երամսյակ ուսումնասիրում ենք մի թեմա, որ կոչվում է Աճել Աստծո հետ հարաբերություններում, որոնք շատ արժեքավոր դասեր էին, փառք Աստծո, շնորհակալ ենք Աստծուց այս դասերի համար։ Եվ այսօր արդեն վերջին դասն է, որը կոչվում է դեպի հավերժություն։ Հիշելու համար նա Հովհաննես 3:2 սիրելիներ, այժմ Աստծո որդիներ ենք եւ դա կավին հայտնի չէ, թե ինչ պիտի լինենք, բայց գիտենք, որ երբ նա հայտնվի, նրա նման կլինենք, որովհետև կտեսնենք նրան ինչպես որ է։ Ինչ է սպասվում մեզ ապագան, ինչ կա առջևում։ Դա կարող է միաժամանակ եւ վախեցնող լինել, եւ հուզիչ, եւ սարսափելի, այսինքն ոչ թե լինել, այլ թվալ։ Եվ հրաշալի։ Պետք է իմանանք, որ Հիսուսը ավատարիմ է եւ նրա խոսքերը ճշմարիտ են։ Հայտնություն 3:14 Գրիր նաև Լաուդիկիայի եկեղեցուի հրեշտակին, այսպես է ասում ամենը, հավատարիմ եւ ճշմարիտ վկան, Աստծո արարածների սկիզբը։ Արխիվում դեռ լինելու են խռովություններով ու ցնցումներով լի ժամանակներ, Մատթեոս 24:21-22-ը ասում է, որ այդ ժամանակ մեծ նեղություն պիտի լինի, որպեսզի ինչի եղել աշխարհի առաջավորության սկզբից մինչև այժմ եւ այլևս էլ չի լինի։ Եվ եթե այդ օրերը չկարճեցվեին, ոչ մի մարմին չէր ազատվի, բայց ընտրյալների պատճառով այդ օրերը պիտի կարճացվեն կամ կարճվեն։ Ավելի շուտ կարճացվեն, ոչ թե կարճվեն, կարճվելու իշ բառ է։ Բայց նա խոստացել է, որ երբեք չի թողնի եւ չի լքի մեզ։ Եբրայեցիներ 13:5 Փողասիրությունը թող տեղ չունենա ձեր մեջ, եւ ինչ որ ձեռք եք բերել, բավարար համարեցեք, քանզի ինքն իսկ ասաց, քեզ չպիտի թողնեմ եւ ոչ էլ պիտի լքեմ։ Այսինքն մեր բարեկեցությունը ոչ թե կախված է մեր փողերի քանակից, այլ նրանից, թե արդյոք Աստված մեզ հետ է, թե չէ։ Եթե Աստված մեզ խոստացել է սա ավելի արժեքավոր է, քան այդ փողերը, ինչքան էլ որ ունենանք։ Քեզ չպիտի թողնեմ եւ ոչ էլ պիտի լքեմ։ Նա միշտ կանի հենց այն, ինչ ասել է, այդպես եղել է եւ միշտ այդպես կլինի։ Եբրայեցիներ 10:23 Եվ զանց չառնեք մեկտեղ հավաքվել, ինչպես որ սովոր են անել ոմանք, այլ խրախուսեք միմյանց եւ այդ այնքան ավելի, որքան տեսնում եք Տիրոջ օրվա մոտենալը։ Եվ վերջապես Մատթեոս 24:13 ասում է, բայց ով մինչև վերջ համբերի, նա կփրկվի։ Ոչ թե նա, ով մի օր համբերեց, մի ամիս, մի տարի, 10 տարի, այլ մինչև վերջ։ Անկախ նրանից, թե քանի օր է մեզ մնացել այս երկրի վրա, պետք է աչքներս սևեռենք Հիսուսին, անշեղորեն միայն նրան նայենք։ Սա միշտ էլ հեշտ չէ, այն աշխարհում, որ անդադար կլանում է մեր ուշադրությունը, բայց եկեք կարողանանք Դավիթի նման ասել։ Սաղմոս 25:15 Իմ աչքերը միշտ Տիրոջն են նայում, որովհետև նա պիտի իմ ոտքերը հանի որոգայթից։ Եվ այսօր մենք իրոք որոգայթի մեջ ենք ապրում։ Այս ամբողջ աշխարհը որոգայթ է քրիստոնյայի համար։ Եվ միայն Աստված է, որ կարող է մեր ոտքերը հանել այդ վտանգավոր որոգայթից։ Մատթեոս 5:12 Ցնծացեք եւ ուրախացեք, որտեղ երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպես հալածեցին մարգարեներին, որոնք ձեզնից առաջ են եղել։ Այսինքն սրանից առաջ Հիսուսը խոսում է այն հալածանքի մասին, որ սպասում է
իր հետևորդներին, բայց ասում է մի տխրեք, այլ ցնծացեք, որտեղ ձեր վարձքը շատ է, մեծ է։ Հայտնություն 22:12 Ահա գայիս եմ շուտով և ինձ հետ են իմ վարձերը, որպեսզի հատուցեմ յուրաքանչյուրին ըստ իր գործերի։ Ուրեմն այսօր կուսումնասիրենք, թե ինչ է երկնքի պարգևը, թե ինչպիսին կլինի երկինքը, այսինքն երկնային կյանքը, ավելի շուտ նոր կյանքը, որովհետև երկին գնալուց հետո վերադառնալու են երկիր, որը նորացվելու է և այդ նոր երկրի վրա են ապրելու։ Եվ ի վերջո որքան անևրեկելու են, հրաշալի կլինի վերջապես լինել նրա հետ, ով ստեղծել է մեզ, սիրել է մեզ մինչև մահ, մեզ փրկագնել է մեր մեղքերից և շուտով կվերադառնա։ Մեզ մնում է միայն հավատով հարատևել մինչև այդ օրը։ Երբ նայում ենք մեր շուրջը, տեսնում ենք, որ աշխարհը հեծում ու տնքում է, եւ այն նշանները, որոնց մասին Հիսուսն ասել է, իրականություն են դառնում մեր աչքի առաջ։ Մատթեոս 24:6-11 համարները շատ անգամ ենք կարդացել, ասում եք լսեք, լսելու եք պատերազմների ձայներ և պատերազմների լուրեր, զգույշ եղեք, չխռովվեք, որովհետև պետք է, որ այդ ամենը լինի, բայց դա դեռ վախճանը չէ, ազգ ազգի դեմ պիտի ելնի, թագավորություն թագավորության դեմ և պիտի լինեն սով համաճարակ ու տեղ-տեղ երկրաշարժեր։ Սակայն աս ամենը սկիզբն է ցավերի, այն ժամանակ ձեզ նեղության պիտի մատնեն և պիտի սպանեն ձեզ, և իմ անվան պատճառով բոլոր ազգերի կողմից ատելի պիտի լինեք, և այն ժամանակ շատերի պիտի գայթակղվեն, և միմյանց պիտի մատնեն, ու միմյանց պիտի ատեն, և բազում սուտ մարգարեներ պիտի ելնեն, ու շատերին պիտի մոլորեցնեն։ Եվ մենք այդ ամեն ինչը տեսնում ենք, պատերազմներ, պատերազմների լուրեր, մեկը մյուսի դեմ ելնող ազգեր, սովեր, ժանտախներ, երկրաշարժեր ու հալածանքներ, որ տեղի ունենում մեր շուրջը և կարծես միայն ուժգնանում են ժամանակի ընթացքում։ Միայն վերջերս եղավ Վենեսուելայում երկրաշարժ, կործանիչ երկրաշարժ, ինչպես էին այդ բարձրահարկ շենքերը փլվում մի վայրկյանում։ Եվ այդ մարդիկ, որ այդ շենքում ապրում էին, երբեք չէին պատկերացնում, որ հենց այս մյուս վայրկյանին պիտի այդ շենքը փլվի ու ինքը պիտի մեռնի։ Այսինքն պատկերացնում եք ինչքան կարճ է մեր կյանքը։ Մենք նույնիսկ չգիտենք, երբ այդ արծաթե թելը, ինչպես առակացում Սողոմոնը կոչում է մեր կյանքի տևողությունը, մենք չգիտենք, թե այդ արծաթե թելը երբ է կտրվելու, այսինքն մեր կյանքը երբ է կտրվելու։ Այո, մենք ապրում ենք լուրջ ժամանակներում, ժամանակներ, երբ կարիք ունենք Աստծո հետ մշտական ու անխախտ հարաբերությունների։ Մեզ այսպես է ասվել. Ա Պետրոս 4:7 մոտեցել է ամեն ինչի վերջը, ուրեմն խոհեմ մնացեք և արթուն եղեք աղոթքների համար։ Եթե այն ժամանակ այդպես էր, ապա այսօր առավելիված ժամանակն է Աստծո հետ մեր անձնական հարաբերությունը զորացնելու և ամրապնդելու։ Աստված մեզ կյանք է տվել, ժամանակ է տվել հենց դրա համար, որ մենք վերականգնենք և ամուր պահենք մեր հարաբերությունները իր հետ։ Անկախ այն բանից, թե ժամանակը որքան կտևի, մեր անհատական կյանքը միշտ կարճ է, անգամ եթե երկար ապրենք։ Հակոբոս 4:13-14 ասում է. Ուրեմն դուք որ ասում եք, այսօր կամ վաղը այսինչ քաղաքը կգնանք, ու այնտեղ մի տարի կմնանք, առևտուր կանենք, դրամ կշահենք, դուք, որ վաղվա օրը չգիտեք, ինչ է ձեր կյանքը։ Մի գոլորշի է, որ մի կարճ ժամանակ երևում է, իսկ հետո անհետանում։ Այդքան կարճ է կյանքը։ Մենք շատ լավ գիտենք, թե որքան ճշմարիտ է այդ նախազգուշացումը։ Դու որ այժմ կարդում ես այս խոսքերը, հնարավոր այսօր երեկոյան այլևս ողջ չլինես։ Սա ընկած աշխարհում ապրելու տխուր իրականության մասն է։ Այսինքն, ով որ լսում է այս խոսքը, ով որ կապ չունի այս խոսքը լսում են թե չէ, կամ կարդում են թե չէ, ամեն մարդ չգիտի իր կյանքը երբ կկտրվի։
Երբեք մարդ չգիտի, թե մյուս վարկյանին ինչ է լինելու։ Սա անկած աշխարհում ապրելու տխուր իրականության մի մասն է։ Ուստի որքան կարևոր է վստահ լինել Աստծո հետ մեր հարաբերության մեջ եւ միշտ ապրել այն գիտակցությամբ, որ ունենք նրա եւ նրա փրկարար շնորհի կարիքը։ Այսինքն կապ չունի, թե քանի տարեկան ենք մենք։ Կապ չունի հիվանդ ենք թե առողջ։ Մենք երբեք չգիտենք մյուս վարկյանին ինչ է լինելու։ Երբեք։ Միայն Աստված գիտի։ Դրա համար այս կարճ ժամանակ Աստված տվել է, որպեսզի մենք խաղաղություն անենք իր հետ եւ վերադառնանք իրեն։ Սաղմոս 80 Դավիթը խնդրում է Աստծուն, որ օգնի իրեն վերադառնա դեպի Աստված։ Այսքան դա դժվար չէ խնդրելու Աստծուն, որ մեզ օգնի, որ մենք վերադառնանք դեպի Աստված։ Եվ նա կօգնի անպայման։ Մենք ստեղծված ենք Աստծո հետ մտերիմ լինելու համար։ Երբ Աստված ստեղծեց մարդկությանը, նա ամեն ինչ տվեց, որպեսզի վերականգնի մեր խզված հարաբերություն իր հետ։ Հովհաննես 3:16-ը մենք գիտենք այդ համարը լավ։ Ինչ է ասում։ Քանի որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ միածին որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը։ Այսինքն բոլորի համար է Հիսուսը, ով որ նրան հավատում է։ Նա հավիտենությունը դրել է մեր սրտում, բայց մարդիկ չեն կարող ըմբռնել, թե ինչ է արել Աստված սկզբից մինչև վերջ։ Ժողովող 3:11 Նա ամեն ինչ լավ է արել իր ժամանակի համար, մինչև իսկ հավիտենությունը ճանաչելու իղձ տվեց նրանց սրտերին, բայց եւ այնպես մարդը չի կարող հասկանալ Աստծո արած գործը սկզբից մինչև վերջ։ Մենք մեծ հակամարտության մի մասն ենք, որը բուռն է թե մեր շուրջը, թե մեր ներսում, սակայն հաճախ կանգ չենք առնում խորհելու այն մեծ գնի մասին, որ վճարվել է, որպեսզի մենք վերականգնվենք Աստծո հետ այն հարաբերության մեջ, որ նախատեսել է նա մեզ համար։ Շատ հաճախ մենք այնքան ենք խճճված մեր երկրային մարտերի ու փորձությունների մեջ մոռանալով, որ ինչպես ասում է Փիլիպպեցիներ 3:20-21-ը, մեր բնակությունը երկնքում է, այնտեղից էլ սպասում ենք Փրկչին Տեր Հիսուս Քրիստոսին, որը մեր խոնար մարմինը պիտի նորոգի եւ իր փառավոր մարմնին կերպարանագից դարձնի։ Մինչ աշխարհն ավելի ու ավելի է մոտենում իր վախճանին, մենք գիտենք, որ մի օր արևելքի երկնքում մի փոքրիկ սպիտակ ամպ կհայտնվի։ Երբ այն ավելի ու ավելի մոտենա, մենք կտեսնենք, որ այդ ամպի վրա նստած է մարդու որդու նման մեկը, որ գլխին ոսկեպսակ եւ ձեռքին սուր գերանդի ունի, ինչպես գրված է Հայտնություն 14:14-ում։ Հիսուսին կուղեկցեն հազարավոր հրեշտակներ եւ ամենաճ կտեսնի նրան, ինչպես Հայտնություն 1:7-ն է ասում։ Երբ նա իջնի, մենք կլսենք նրա աղաղակ Աստծո փողի ձայնը եւ Քրիստոսով ննջածների գերեզմանները կբացվեն, քանի որ նրանք առաջինը հարություն կառնեն Թեսաղոնիկեցիս 4:16։ Ապա եւ մենք, որ կենդանի մնացած պիտի լինենք նրանց հետ միասին, պիտի հափշտակվենք։ Ուրեմն առաջին 15-ը կարդանք, որտև Տերը ինքը հազարության նշանով, հրեշտակապետի ձայնով եւ Աստծո շեփորով պիտի իջնի երկնքից եւ Քրիստոսով մեռածները առաջինը հարություն պիտի առնեն, ապա եւ մենք, այսքանով որ կենդանի մնացած պիտի լինենք նրանց հետ միասին, պիտի հափշտակվենք, տարվենք ամպերի վրայից Տիրոջ առաջ օդում եւ այդպես մշտապես Տիրոջ հետ պիտի լինենք։ Ուրեմն մխիթարեցեք միմյանց այս խոսքերով։ Նրանք կճանաչեն իրենց կանչողի ձայնը, Հովհաննես 5:28։ Դրա վրա ինչու եք զարմանում, սա ասում ենք Հիսուսը, որտև կգա ժամանակ, երբ բոլոր նրանք, որ գերեզմաներում են, կլսեն նրա ձայնը, եւ դուրս կգան, ովքեր բարի գործեր են արել կյանքի հարության համար, իսկ ովքեր չար գործեր են արել դատաստանի հարության համար։
Ուրեմն Փիլիպպեցիս 2:10-11 Որպեսզի Հիսուս Քրիստոսի անունով խոնարհվի ամեն ծունկ, լինի թե երկնավորների, թե երկրավորների, թե սանդարամետականների եւ ամեն լեզու խոստովանի, թե Հիսուս Քրիստոս Տեր է, իբարս Հայր Աստծո։ Ինչ անպատմելի հիասքանչ միտք է արտահայտված այստեղ։ Մի օր մենք իսկապես կտեսնենք Հիսուսին, իսկապես կտեսնենք նրան, կլսենք նրա ձայնը եւ կխոստովանենք, որ նա է Տերը։ Նա, ում մասին կարդացել ենք, ում աղոթել ենք, ում հետ խոսել ենք, ուրիշների հետ, նա, ում տենչում է մեր սիրտը։ Մենք իսկապես դեմարդեմ կտեսնենք նրան, դրանում կարող ենք վստահ լինել եւ չկասկածել, որովհետեւ Աստված հավատարիմ է եւ նրա խոստումները ճշմարիտ են։ Հայտնություն 22:6 Հրեշտակն ինձ ասաց, այս խոսքերը վստահելի են եւ ճշմարիտ։ Սուրբ մարգարեների Տեր Աստված իր հրեշտակին ուղարկեց իր այդ ծառայի մոտ ցույց տալու այն, ինչ որ շուտով լինելու է։ Այն պահին, երբ փողերը հնչեն եւ յուրաքանչյուր մարդկային աչք տեսնի Հիսուսին, կգիտակցենք, որ արժեր սպասել։ Ամեն մի հարատև աղոթք, ամեն մի պահ, երբ առաջանահերթություն ենք տվել նրա հետ անցկացրած ժամանակին, ամեն անգամ, երբ համարձակ խոսել ենք նրա մասին, ամեն փորձություն, ամեն ինչ գագաթնակետին կհասնի նրա երեսը տեսնելով։ Նրանք տեսնում էին նրա դեմքը, Հայտնություն 22:4, նրանք տեսնում էին նրա դեմքը եւ նրա անունը գրված էր նրանց ճակատների վրա։ Պատմոս կղզում ակսորված ժամանակ Հիսուսի աշակերտին Հովհաննեսին տեսիլ տրվեց այն մասին, թե ինչպիսին կլինի մեր հավիտենական վերամիավորումն Աստծո հետ, Հայտնություն 21, 9-11 համարները։ Եվ ինձ մոտ եկավ մեկ այն 7 հրեշտակներից, որոնք ունեին 7 հսկավառակներ լցված 7 վերջին պատուհասներով, եւ նա խոսեց ինձ հետ ու ասաց. Եկ քեզ պիտի ցույց տամ հարցին գարան կնոջ, եւ առավ տարավ ինձ հոգով դեպի մի բարձր մեծ լեռ ցույց տվեց ինչ մեծ եւ սուրբ քաղաքը, որ իջել էր երկնքից Աստծո մոտից։ Այն ուներ Աստծո փառքը եւ նրա մեջ կար մի լուսավորություն նման թանկագին գոհարեղենի, ինչպես բյուրեղյա եւ կենթանի հասպիս քարը։ Հարսը գեղեցիկ է եւ նրա հարսանիքի օրը բոլորը ցանկանում են տեսնել նրան։ Հարսանիքի օրը նոր համատեղ կյանքի շրջադարձային կետն է հարսի ու Փեսայի համար եւ նույնը կլինի նաեւ Աստծո հետ մեր հարաբերությունների առումով, երբ նա վերադառնա։ Հիսուսը մեզ համար տեղ է պատրաստում Հովհաննես 14:1-3, ապա Հիսուս ասաց իր աշակերտներին. Թող ձեր սրտերը չխռովվեն, հավատացեք Աստծուն, հավատացեք եւ ինձ։ Իմ հորտան մեջ բազում օթևաններ կան, թե եթե ոչ, ես ձեզ կասեի, թե գնում եմ ձեզ համար էլ տեղ պատրաստելու։ Եվ եթե գնամ եւ ձեզ համար էլ տեղ պատրաստեմ, դարձյալ կգամ եւ ձեզ կվերցնեմ ինձ մոտ, որպեսզի ուր որ ես լինեմ, դուք էլ այնտեղ լինեք։ Դուք եւս այնտեղ լինեք։ Եվ դա այնքան գեղեցիկ վայր է, որ մարդկային խոսքերով անհնար է նկարագրել։ Էլեն Ուայթը մեծ պայքար գրքում գրում է. Մարդկային լեզուն անկարող է նկարագրելու արդարների պարգևը։ Ինքը Ուայթը տեսել է, տեսիլքով իրեն Աստված ցույց է տվել եւ ինքը ասում է, որ մարդկային լեզուն անկարող է նկարագրելու։ Այն կիմանան միայն նրանք, ովքեր կտեսնեն այն։ Ոչ մի սահմանափակ միտք չի կարող ընդգրկել Աստվածային դրախտի փառքը։ Թեև իսկապես չենք կարող պատկերացնել, թե ինչպիսին կլինի նոր երկինքն ու նոր երկիրը, Աստված Հովհաննեսին ցույց է տվել այդ վայրի տեսիլքը, որպեսզի մենք անհամբեր սպասենք շուտով կայանալիք հարսանիքին։ Իրոք մեծ հրավեր է ուղարկված Կողոսացիների 3:2 վերևում եղած բաների մասին մտածեք եւ ոչ թե այն, ինչ երկրի վրա է։ Աստված խնամքով պատրաստվում է այդ մեծ իրադարձությանը եւ չի ուզում, որ այդ հարսանիքը անակնկալի բերի մեզ։ Մատթեոս 22:1-14-ում Հիսուսը առակ է ասում հրեաներին, փարիսեցիներին, սադուկեցիներին եւ այլն, եւ համեմատում է իր գալուստը մի թագավորի հետ, որ ասում է որդու համար հարսանիք արեց եւ ասում է ուղարկեց իր ծառաներին, որպեսզի հրավիրածներին ասին, որ հարսանիքը պատրաստ է, եկեք, բայց ասում է նրանք չուզեցին գալ։ Թագավորը նորից ուղարկեց ուրիշ ծառաների։
Ասում է ահա իմ ճաշելույթը պատրաստ է, եկեք հարսանիքի, սակայն ասում է նրանք բա այնտեղ չդնելով գնացին, մեկը իր գարակը, մեկը իր առևտրին, ուրիշները բռնեցին նրա ծառաներին, անպատվեցին ու սպանեցին, այսինքն ոչ միայն արհամարեցին, այլ նաև անպատվեցին ու սպանեցին։ Իսկ թագավորը երբ լսեց բարկացավ եւ իր զորք ուղարկեց ու բնաջնջեց սպանողներին եւ այրեց նրանց քաղաքը։ Սա նկարագրվում է հրեաների այն ժամանակվա իրավիճակը, որ Աստված Հիսուսը այս առակով իրենց զգուշացնում էր, որ քանի որ դուք չեք ընդունում, ձեր հետ վատ բաներ է լինելու, բայց նրանք նորից չլսեցին։ Ապա իր ծառաներին ասաց. հարսանիքը պատրաստ է, բայց հրավիրվածները արժանի չէին։ Այսքան չարեցին այն ինչ որ ուզում էր որ Աստված անեին, այն ինչ որ Աստված ուզում էր որ նրանք անեին։ Ներկայացնեին իրեն եւ աշխարհի բոլոր մարդկանց ցույց տային իր սերը, որպեսզի նրանք ընտրեին գալ Աստծո մոտ, բայց նրանք հակառակը, նրանք այնպես պահեցին իրենց, որ մարդիկ ընդհանրապես չուզեցին ճանաչել Աստծուն, որտեղ սխալ էին ներկայացնում Աստծուն։ Արդ գնացեք հրապարակներ եւ ում որ գտնեք կանչեցեք հարսանիքի եւ ծառաները ճանապարհների վրա ելնելով հավաքեցին բոլոր նրանց ում գտան եւ չարերին եւ բարիներին եւ հարսանիքը լցվեց հրավիրվածներով եւ երբ թագավորներից մտավ հրավիրվածներին նայելու այնտեղ տեսավ մի մարդ որ հարսանիքից գեզ չէր ակել նրան ասաց ընկեր որ հարսանիքից գեզ չունեն ինչպես այստեղ մտար եւ նա պապանձվեց այսքան այս մարդը չուներ Քրիստոսի արդարության զգեստը։ Այն ժամանակ թագավորը ծառաներին ասաց. կապեցեք դրա ոտքերն ու ձեռքերը եւ դուրս հանեցեք դրան արտաքին խավարը։ Այնտեղ կլինի լաց եւ ատամների կրճտում, որտեղ կանչվածները բազում են, իսկ ընտրյալները սակավ։ Այսքան Աստված բոլորին է կանչել։ Բայց ով են ընտրվածները, ովքեր պատասխանել են այդ կանչին, ովքեր ընտրել են Աստծուն։ Աստված բոլորիս է ընտրել, բայց մենք պետք է հետ պատասխանենք իր ընտրությանը, մեր ընտրությանը։ Նույն ձևով նկարագրվում է Մատթեոս 25:1-13-ում 10 կույսերի միջոցով եւ ասում է 5-ը հիմար էին, 5-ը իմաստուն, տարբերությունը ինչ էր, որ իմաստունները իրենց լապտերն ոչ միայն իրենց լապտերներն էին վերցրել, այլ նաև յուղ էին վերցրել, որպեսզի այդ լապտերը եթե մարի ավելորդ յուղ էին վերցրել, որպեսզի այդ լապտերի որ մարի իրենք նորից լցնեն յուղը, իսկ հիմարները չէին վերցրել, այսինքն ինչքան որ կար այդ լապտերի մեջ, այդքան էր, սակայն փեսան ուշացավ եւ արդեն այս իրենք քնեցին, հետո երբ որ զարթնեցին փեսայի գալու ժամանակ, տեսան, որ իրենց յուղը վերջացել է։ Եվ իրենք խնդրեցին այս մյուսներից, որ ձեր յուղից կտակ մեզ, նրանք էլ ասեցին, եթե մենք տանք, մեզ կպակաս, դուք գնացեք, ասում է, եւ գնեք այդ յուղը։ Եվ մինչև նրանք գնացին, փեսան եկավ, այս 5 իմաստունները մտան, եւ նրանք եկան բախում էին դուռը եւ Հիսուս ասեց գնացեք, ես ձեզ չեմ ճանաչում, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում, արթուն կացեք, որովհետեւ չգիտեք ոչ օրը եւ ոչ իր ժամը։ Այսինքն այս 10 կույսերը մենք լավ գիտենք, որ խորհրդանշում էին հավատացյալներին, նրանք բոլորն էլ լապտեր ունեին, այսինքն հավատացյալ էին, կարծես թե լապտեր ինչի համար է, որ լույս տա։ Բայց եթե լապտերիդ մեջ յուղ չունես, յուղը խորհրդանշում է Սուրբ Հոգուն, դու չես կարող լույս տալ։ Դու ինքդ կմնաս խավարում։ Եթե քո ձեռքի մեջ միայն լապտեր է եւ չկա Սուրբ Հոգի, եթե միայն դու ասում ես, որ ես քրիստոնյա եմ, բայց չունես Սուրբ Հոգու բնավորությունը քո մեջ, Աստծո բնավորությունը չունես քո մեջ, Սուրբ Հոգու յուղը չկա, որպեսզի լույս տաս, որտեղ Սուրբ Հոգու միջոցով է, որ քրիստոնյան լույս է տալիս այս աշխարհին։ Եթե քրիստոնյան չունի Սուրբ Հոգուն, այսինքն չի լսում Սուրբ Հոգուն, չի հնազանդում Սուրբ Հոգու ձայնին,
հետևաբար Աստծո Սուրբ Խոսքին, ուրեմն ինքը առանց լույսի քրիստոնյա միանանով է քրիստոնյա միան լապտեր ունի, բայց լապտերը յուղ չունի, որպեսզի վառվի։ Եվ սա շատ կարևոր պիտի լինի մեզ համար, որ ոչ մեկ մեր փոխարեն ընտրություն չի անի։ Ոչ մեկ մեր փոխարեն չի կարող Սուրբ Հոգուն հնազանդվի։ Ուրիշը հնազանդվում է Սուրբ Հոգու ձայնին, Աստծո Խոսքին, դա իր փրկության համար է։ Ինքը չի կարող իր հնազանդվելով փրկի քեզ։ Այդ դու ես, որ պիտի հնազանդվես, դու ես, որ պիտի լսես Սուրբ Խոսքու ձայնին, դու ես, որ պիտի լույս դառնաս այս աշխարհի համար։ Տեզերքը հանդիսատեսն է, որը կտեսնի, թե ինչպես է տեղի ունենում այս իրադարձությունը, եւ մենք այս պատմության կենտրոնական դեպքերից ենք։ Մենք կմիանանք հարսին, այն քաղաքին, ուր կտանի Հիսուսն իր երկրորդ գալստյան ժամանակ։ Հետաքրքիր է, որ Աստծո ժողովուրդը սուրբերը նույնպես կոչվում են հարս։ Հայտնություն 19:7-ում։ Գուցե այն պատճառով, որ գտնվում են Սուրբ քաղաքում։ Նոր Երուսաղեմը, որ իջնում էր երկնքից Աստծո մոտից, պատրաստված էր ինչպես իր ամուսնու համար զարդարված մի հարս։ Հայտնություն 21:2։ Նոր Երուսաղեմը սա խոսքը գնում է երկնային դրախտի մասին, ոչ թե երկրային Երուսաղեմի մասին։ Ոչ մի կապ չունի երկրային Երուսաղեմը այս երկնային Երուսաղեմի հետ, պետք չէ շփոթել։ Սուրբ քաղաքի այս գեղեցիկ նկարագրությունը ցույց է տալիս, որ Աստծո ժողովրդի ու քաղաքի միջև կա մտերիմ կապ, քանի որ երկուսն էլ կոչվում են հարս։ Աստվածաշունչը հայտնում է Սուրբ քաղաքի Նոր Երուսաղեմի մանրամասն նկարագրությունը, որը թագավորության մայրաքաղաքն ներկայացուցիչն է եւ կոչվում է հարս Գարանկինը։ Այդ նկարագրությունը կա Հայտնություն 21:9-27 համարում, մենք բազմաթիվ անգամ սրա մասին կարդացել ենք, մի անգամ էլ նշենք։ Եվ ուրեմն հրեշտակը գալիս է եւ Հովհաննեսին ասում է՝ «Եկ ցույց տամ քեզ Նոր Երուսաղեմը»։ Եվ առավ տարավ ինձ հոգով դեպի մի բարձր եւ մեծ լեռև, ցույց տվեց ինձ մեծ ու սուրբ քաղաքը Երուսաղեմ, որ իջել էր երկնքից Աստծո մոտից։ Այսինքն խոսքը չի գնում երկրային Երուսաղեմի մասին, այլ դրախտը, որ այնտեղ պահպանվում է, դա որ իջնելու է երկնքից։ Այն ուներ Աստծո փառքը եւ նրա մեջ կար մի լուսավորություն նման թակագին գոհարեղենի, ինչպես բյուրեղյա եւ կենդանի ասպիս քարը, եւ նրա պարիսպների մեծ ու բարձր էին, ունեին 12 դուռ եւ ամեն մի դրան մոտ 12 հրեշտակ, ամեն մի դրան մոտ մի հրեշտակ, այսինքն 12 հրեշտակներ, եւ ասում է քաղաքի պարիսպ ուներ 12 հիմքեր եւ ամեն հիմքը տարբեր թանկագին քարից էր, թանկարժեք։ Եվ այստեղ նկարագրում է չափսերը, որ ահռելի չափսեր են, ուղղակի այն ժամանակվա չափսերով է գրած։ Այս թարգմանության մեջ կիլոմետրով են գրել, հետաքրքիր է։ Ասում է նրա երկարության չափը շուրջ 2500 կիլոմետր էր, 2500 կիլոմետր։ Նրա լայնությունը բարձրությունը միաչափ խորանարդ։ Հրեշտակը չափեց նաև նրա պարիսպը, որի բարձրությունը 70 մետր էր։ Հրեշտակի գործածած չափը մարդկանց գործածած չափն էր, եւ քաղաքի պարիսպների շինվածքը հասպիս քարից էր։ Իսկ քաղաքը մաքուր ոսկի նման մաքուր ու պայծառապակու, եւ քաղաքի հիմքերը ամեն տեսակ թանկագին քարերից էին։ Եվ այստեղ թվարկում է հասպիս, շափյուղա, այսինքն 12 թանկագին քար էին, ուրեմն հասպիս, շափյուղա, կարկեհան, զմրուխտ, եղնգաքար, սարդիոն, ոսկեքար, բյուրեղ, տպազիոն, քրիստոպրասոս, հակինթ եւ վերջինը մեղեսիկ։ Եվ կային 12 դռներ, 12 միաձև մարգարիտներից, ամեն մի դուռ մեկ մարգարիտից էր, եւ քաղաքի տարածքը մաքուր ոսկեր նման պայծառ ապակու։ Եվ քաղաքի մեջ տաճար չտեսա, քանզի ամենակալ Տեր Աստվածն էր տաճար նրա մեջ, նաեւ գառը,
Եվ քաղաքին պետք չէին արեգակու լուսին, որպեսզի լուսավորեն այն, քանզի Աստծո փառքն է լուսավորում քաղաքը ամեն ժամ եւ գառը ճրագել նրա մեջ եւ ազգերը ընթանում էին նրա լույսով։ Նրա դռները չէին փակվում զոր ու գիշեր, այլ միշտ բաց էին եւ գիշեր չէր լինում նրա մեջ, այլ այն փառք ու պատիվ էր ազգերին եւ այնտեղ չպիտի մտնի ոչ մի չարական, պիղծ ու ստախոս մարդ, այլ կմտնեն միայն նրանք, որոնց անունները գրված են գարան կյանքի գրքում։ Գիտեք, երբ որ այս նկարագրություն կարդում են, մարդկանց մոտ կարելի է հարց ծագել եւ շատերը կշփոթեն Աստծուն մի քաղաքենի մարդու հետ։ Մենք գիտենք, որ այստեղ մանավանդ բարձր դասակարգի մարդիկ ձեռք են բերում շատ ոսկեղեն, թանկարժեք քարերով զարդեղեն եւ այլն։ Եվ շատերը քաղաքենի են եւ ցուցադրության համար են դա ձեռք բերում, որպեսզի ցուցադրեն իրենց հարստությունը, իբր թե իրենց ճաշակը եւ այլն։ Ինչ որ է։ Եվ շատերը կշփոթեն Աստծուն այս քաղաքենիության հետ, այսինքն այս քաղաքենի մարդկանց հետ, բայց դա այդպես չէ։ Աստված ինքն է ստեղծել այս թանկագին քարերը։ Սա հավիտենական քաղաք է լինելու եւ ինքնին անունը թանկագին քար, իսկ ոչ թե սովորական քարից կլինի դրախտը, այսինքն նոր քաղաքը, այլ ինքը կունենա այդ թանկագին քարերից, որոնք գեղեցիկ են, Աստված դա ստեղծել է գեղեցկության համար։ Եվ ջրհեղից առաջ թափած էր այդ ամեն ինչ երկրի վրա, ուղղակի Աստված տեսնելով, որ մարդիկ ինչպես են այդ թանկագին քարերը ոսկորան, հիմա էլ իրար են սպանում, ինչ ասես անում են։ Աստված որոշեց, որ այսինքն Աստծուց շատ հեռացան երկրպագելով այդ ամենին, ոսկուն, այդ թանկագին քարերին եւ այլն եւ այլն։ Եվ Աստված, երբ որ ջրհեղեղ եղավ, Աստված որոշեց այդ ամեն ինչը թողնել քարակույտի կամ ժայռերի տակ, որպեսզի դժվար լինի մարդկանց ձեռք բերել դա, որտեղ դրանք մարդկանց այս մեղավոր կյանքում շեղում են ճշմարտությունից եւ մի խոսքով գիտեք ինչեր է կատարում։ Եվ ինքը Հիսուսը երբեք էլ ոչ մի ոսկեղեն չկրեց եւ ոչ մի թանկագին քար, հարցը այստեղ չի։ Աստված այդ ամեն ինչը ստեղծել է, որպեսզի այն քաղաքը, որտեղ ապրելու են փրկվածները, գեղեցիկ լինի։ Աստված գեղեցկության, ամրության, հավիտենության Աստված է եւ չփչացող նյութից է լինելու նոր քաղաքը։ Եվ այդտեղ կմտնեն մարդիկ, ովքեր երբեք իրանց գլուխը չեն ջարդել նման թանկագին քարերի եւ կամ ոսկեղենի համար։ Այսօր կան մարդիկ, հարուստ մարդիկ, ովքեր իրենց ժամանակավոր, այսպես ասենք, կացարանի պատերը զարդարել են ոսկիով, բայց Աստված տար, որ իրենց սիրտը ոսկի լիներ, որ իրենք առողջ հարաբերություն ունենային Աստծո հետ, որ Աստծո ոսկե կանոնով ապրեին, այլ ոչ թե ուղղակի պատերը կամ իրանց չգիտեմ ինչերը ոսկուց անեին։ Երբևէ ձեզ հարցրել են, թե ամեն շատ ինչին եք սպասում հավերժության մեջ։ Եթե հարցնեք երեխային, նա կարող է այսպես պատասխանել՝ վա գրհեցնելուն, ընձուղտի պարանոցի վրա սահելուն կամ տարբեր մոլորակներ թռչելուն։ Իսկ եթե հարցնեք պատանուն, թե ինչ է ակնկալում հավերժությունից, գուցե նա պատասխանի՝ այլևս դաս չունեմ կամ ընկերներից հետ ուսումնասիրել իմ դրախտն առանց վնասվածք ստանալու։ Իսկ եթե այդ հարցը տակ մեծահասակների, նրանք կարող են ասել՝ գտնվեմ այնպիսի մի տեղ, այնպիսի մի վայրում, որտեղ չկա ցավ, տառապանք կամ մահ, կրկին հանդիպելու եմ իմ սիրելիներին։ Այս բոլոր պատասխաններն էլ լավ են ու ճշմարիտ։
նոր երկնքում ու նոր երկրում այնքան շատ բան կա, որին արժե սպասել։ Հավիտենությունը վառվում է մեր սրտերի մեջ, եւ մենք ներքուստ գիտենք, որ կյանքում պետք է լինի ավելին, քան պարզապես այստեղ ու հիմա։ Եսայա 25:8 Մահը զորացավ եւ կուլ տվեց, բայց Աստված բոլորի երեսից արցունքն ինձ պար պիտի կտրի, ժողովրդի նախատինքը պիտի վերացնի ամբողջ աշխարհից, քանզի սա Տիրոջ բերանը խոսեց, ինչպես ամպի հովանին հաղթահարում է տապը, այնպես էլ նա պիտի ընկճի հզորների բազուկները։ Եվ նաև Հայտնություն 21:4 Եվ պիտի սրբի նրանց աչքերից ամեն արտասուք, եւ այլևս մահ չկա, ոչ սուգ, ոչ աղաղակ, ոչ ցավ, եւ ոչ չաչարանք, քանի որ առաջին անցավ։ Այսինքն չի լինի պատճառ սքալու, լացելու։ Անկասկած է, որ երկնքի ամենամեծ օրհնություն, որտեղ այնտեղ ապրելու են մարդիկ, ովքեր ոչ թե ուրիշին լացացնելու են, վիրավորելու են, այլ ուրախացնելու են իրար։ Անկասկած է, որ երկնքի ամենամեծ օրհնությունը կլինի այն, որ վերջապես տեսնենք Հիսուսին եւ անձամբ շնորհակալություն հայտնենք նրան այն ամենի համար, ինչ արեց մեզ համար այս ընկած երկրի վրա։ Մենք կցանկանանք մեր սրտից բխող պաշտամունքն ու երկրպագությունը մատուցել նրան, որ խաչի մահով մեզ փրկեց հավիտենական մահից։ Հայտնություն 5:12 մորթված գառը արժանի ընդունելու զորություն, հարստություն, իմաստություն, ուժ, պատիվ, փառք եւ օրհնություն։ Հովհաննես Մկրտիչը Հիսուսին ներկայացրեց որպես Աստծո գառ, աշակերտները հետևեցին նրան եւ Հայտնություն 14:4-ը նույնն է ասում, որ մենք էլ կհետևենք նրան։ Սրանք գնում են գառը հետևից, որ էլ նա գնա։ Սակայն, որպեսզի երկնքում կամ նոր կյանքում ցանկանանք հետևել նրան կամ նոր երկրի վրա, նախ պետք է այստեղ երկրի վրա հետևենք նրան, այս մեղավոր երկրի վրա։ Եթե մենք չսովորենք Հիսուսին հետևել այս մեղավոր երկրի վրա, մենք երբեք նրան չենք հետևի այնտեղ, որտեղ ուղղակի չենք լինի այնտեղ։ Հիսուսը գառը միաժամանակ մեր հովիվն է։ Նա մեզ առաջնորդում է մեր ճանապարհներում, այնպես ինչպես ոչ ոք չի կարող։ Սա այնքան մխիթարական է մեզ համար, երբ պայքարում ենք ներկա դժվար ժամանակներում, բայց Հիսուսը երբեք չի դադարի մեզ առաջնորդել անգամ երկնքում։ Հայտնություն 7:7 ասում է, որտեղ գառը, որ գահի մեջտեղում է, կհովի նրանց եւ կառաջնորդի դեպի կենաց ջրի աղբյուրները, Աստված կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից։ Որպես նրա ժողովուրդ, նրա ոչխարներ, մենք երկնքում կհետևենք Հիսուսին, միշտ ցանկանալով գտնվել նրա ներկայության մեջ։ Աստծո ժողովրդի առանձնահատկություններից մեկն այն է, որ նրա անունը նրանց ճակատների վրա է լինելու։ Հայտնություն 22:4 Այսինքն մենք միշտ կմտածենք նրա մասին, այսինքն մենք կլինենք նրա նման, կմտածենք նրա պես եւ իհարկե կգործենք նրա պես։ Այսօր մեզ կրկին հրավիրում են արի, այսօր Աստված հրավեր է նորից կրկին տալիս։ Մատթեոս 11:28-30 ասում է. Եկեք ինձ մոտ բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ, եւ ես ձեզ կհանգստացնեմ։ Իմ լուծը ձեր վրա վերցրեք եւ սովորեցեք ինձանից, որ հեզ եմ ու սրտով խոնարհ, եւ ձեզ համար հանգիստ պիտի գտնեք, որտեղ իմ լուծը քաղցր է եւ իմ բեռը թեթև։ Նաեւ Եսայա 55:1-3 համարներ. Ով դուք, որ ծարաված եք, գնացեք ջրի, եւ դուք, որ բոլորովին արծաթ չունեք, գնացեք գնեցեք եւ կերեք առանց արծաթի եւ առանց գինու համար վճարելու, ինչու, որտեղ Հիսուս արդեն վճարել է։ Բայց ինչու արծաթով ճարպ եք գնում եւ ոչ թե հաց։ Ձեր վաստակն ինչու կշտանալու համար չեք ծախսում։ Լսեցեք ինձ եւ բարիքներ ճաշակեցեք, ու բարության մեջ ձեր հոգիները վայելք պիտի զգան։ Ականջ դրեք ինձ եւ հետևեցեք իմ ճանապարհին։
Լսեցեք ինձ եւ ձեր հոգիները կապրեն բարության մեջ ու ես ձեզ հետ հավիտենական ուխտը կնքեմ շնորհելով ձեզ Դավթին խոստացած անանց սրբությունները։ Հովհաննես 6:44 Ոչ ոք չի կարող գալ դեպի ինձ, եթե նրան չձգի հայրը, որ ինձ ուղարկեց եւ ես նրան վերջին օրը հարություն առնել կտամ։ Այսքան Աստված ձգում է բոլորիս, բայց մենք ենք, որ կան մարդիկ, որ ընդունում են այդ ձգողությունը, թույլ են տալի, որ Աստված ձգի, բայց մարդիկ կան, որ մերժում են, բրդում են Աստծո ձգողական ուժը։ Ասում են մենք քո կարիքը չունենք։ Սուրբ Հոգին այսօր ուզում է դեպի Հիսուսը քաշել ձեզ։ Հիսուսը հրավիրում է գնալ իր մոտ, մնալ իր մեջ այսօր եւ ամեն օր, մինչեւ իր գալուստը։ Ոչ թե 10 օր, ոչ թե տարին մեկ, այլ ամեն օր։ Երբ դուք արձագանքեք ու գնաք նրա մոտ, եւ ձեր սիրտը փափուկ լինի, եւ միտքը հնազանդ, դուք խաղաղություն կզգաք, քանի որ գիտեք, որ նա վերջին օրը հարություն կտա ձեզ։ Անկախ այն բանից, թե որքանով ենք մենք արժանի կամ անարժան։ Այսինքն, այն մարդիկ, ովքեր իրոք Քրիստոսին են նմանվում, նրանք երբեք իրենց արժանի չեն համարում, այլ արժանի են համարում մենակ Քրիստոսին։ Հիսուսն ասաց, ինձ մոտ եկողին ես դուրս չեմ հանի։ Մենք պետք է գիտակցենք Սուրբ Հոգու հետ աշխատելու հրատապությունը, որ ուրիշներին էլ կանչենք Հիսուսի հետ փրկարար հարաբերության։ Հոգին ու հարցն ասում են, արի։ Եվ նա ով լսում է թող ասի, արի, թող գա ով ծարավ է եւ ով կամենում է թող ծրի վերցնի կենաց ջուրը։ Հայտնություն 22:17 Հրավերն անվճար է, տրված շնորհի պարգև։ Երբ մենք ընդունում ենք, այսքան մեկ այլ մեկն է, Հիսուսն է վճարել դրա համար։ Երբ որ այսօր մարդիկ ասում են, գիտեք ինձ վիրահատություն են անում, ծրի են անում, եւ ասում են պետություն է վճարում, չէ, այս պետությունը ումից է, որտեղից պետությանը փող։ Դա հարկերն են, որ մարդկանցից հավաքում են եւ հետո բաշխում են, ինչպես որ պետք է։ Այսինքն ուրիշ մարդիկ վճարում են, որպեսզի այս ուրիշ մարդիկ վիրահատություն ունենան եւ մի օր էլ միգուցե իրանք ունենան այդ վիրահատությունը, որ վճարում է այդ հարկերը։ Այսինքն ձրի ինչու, որտեղ ինչ որ մեկը վճարում է դրա համար։ Ոչ թե ուղղակի բժիշկները ձրի վիրահատություն են անում։ Երբ մենք ընդունում ենք նրան մեր կյանքում եւ սիրում նրան ամբողջ սրտով, ամբողջ մտքով, ամբողջ հոգով եւ ամբողջ զորությամբ, մեր կյանքն այստեղ ու հավերության մեջ ընդմիշտ կփոխվի։ Ինչպես Հիսուսը հրավիրում է իր մոտ գալ, Աստվածաշնչի վերջին խոսքերը խոստանում են հետեւյալը. Այո, ես շուտով պիտի գամ, ամեն։ Արի Տեր Հիսուս, Հայտնություն 22:20 Որքան շուտ։ Մեր տեսանկյունից հենց որ մահվան մեջ փակենք մեր աչքերը, հաջորդ բանը, որ կիմանանք Քրիստոսի վերադարձն է։ Այսինքն մեր համար կարևոր չէ իմանալ Հիսուսի վերադարձի կոնկրետ օրը, որտեվ մեր կյանքը կարող է խզվել կյանքի թելը եւ մեր համար կարող է թե որքան հավատարիմ ենք մենք ամեն օր Հիսուսին, դա է կարևոր, այլ ոչ թե այն, թե Հիսուսը բոլորն է գալու կամ որ թվի։ Եվ ասում է, հենց որ մահվան մեջ փակենք մեր աչքերը, հաջորդ բանը, որ կիմանանք Քրիստոսի վերադարձն է։ Հաշվի առնելով, թե որքան արագ է անցնում մեր կյանքը, այդքան արագ էլ Հիսուսը կվերադառնա մեզ համար։ Միգուցե հարության պահին մեր առաջին միտքը սա լինի. Ախ Տեր, իսկապես շուտ եկար։ Իրականում հիմա մենք աղոտ ենք տեսնում ինչպես հայելու մեջ, բայց այն ժամանակ կտեսնենք նրան դեմ առ դեմ։ Մի հոգնեք սպասելուց։ Միշտ կենթանի պահեք այդ փափագը հավատքով եւ Աստծո սիրո բարության հանդեպ վստահությամբ։ Արի Տեր Հիսուս, խնդրում եմ։
Այսինքն չի նշանակում բազմոցի վրա նստել եւ սպասել, այլ ակտիվ ձևով սպասել մարդկանց, ովքեր չգիտեն փրկության մասին, տեղյակ պահել նրանց, որտեղ դա է ուզում Հիսուսը, որտեղ եթե մարդը բարի է, ինքը երբեք այդ բարի բաները միայնակ չի վայելի, այլ ուրիշին էլ կասի։ Վերջում կարդանք Էլեն Ուայթի հավատքը, որով ես ապրում եմ գրքույկից։ Եթե մենք չընդունենք Քրիստոսի կրոնը, սնվելով Աստծո խոսքով իրավունք չենք ունենա մտնելու Աստծո քաղաքը։ Եթե ապրել ենք երկրային սնունդով, եթե մեր ճաշակը կրթել ենք սիրելու աշխարհիկ բաները, կան քրիստոնյաներ, կոչում են իրենց քրիստոնյա, բայց սիրում են աշխարհիկ բաները, չեն տարբերում ոչով աշխարհիկ մարդկանցից։ Չենք համապատասխանի, այսինքն նույն ձևի գրփում են, չրփում են, նույն ձևի մեծամիտ են, գոռոզ են, նույն ձևի մտածում են այս երկրային գանձերը ինչքան հնարավոր է շատ ստանալու մասին, փող շատ ունենալու մասին, շատ նյութական բարիք հավաքելու մասին։ Ինչքան էլ որ այս մարդիկ ասեն իրեն քրիստոնյա են, դա այդպես չէ իրականում։ Այսինքն իրենք իրենց ճաշակը կրթել են սիրելու աշխարհիկ բաներ։ Չենք համապատասխանի երկնային պալատներում բնակվելու անհրաժեշտ սկզբունքներին։ Մենք չենք կարող գնահատել երկնքում տիրող մաքուր երկնային մթնոլորտը, եթե մենք այստեղ աշխարհի վրա սիրում ենք կեղտոտ աշխարհիկ մթնոլորտը։ Ռեշտակների ձայներն ու նրանց տավիղների երաժշտությունը չեն բավարարի մեզ։ Հակառակը, այդ մարդիկ ականջները կփագեն, եթե անկարծ պատահական ընկնեն նման տեղ։ Երկնքի գիտությունը մեր մտքերի համար հանելուկ կլինի։ Մենք պետք է քաղցած ու ծարավ լինենք Քրիստոսի արդարությանը։ Մենք պետք է ձևավորվենք ու կերտվենք նրա շնորհի փոխակերպող ազդեցությամբ, որպեսզի պիտանի դառնանք երկնային հրեշտակների ընկերության մեջ ապրելու։ Եվ այն ժամ ազգերը ուրիշ օրենք չեն ունենա, բացի երկնքի օրենքից։ Բոլորը կլինեն մի երջանիկ միասնական ընտանիք, հագած գոհության ու փառաբանության զգեստները։ Էլ չեն լինի պատերազմներ եւ այլն եւ այլն։ Այս տեսարանին համահունչ առավոտյան աստղերը միասին կերկեն եւ Աստծո որդիներն ուրախ կբացականչեն, ինչեւ Աստված եւ Քրիստոսը միասին կհռչակեն, այլևս մեղք չի լինի եւ այլևս մահ չի լինի։ Այնտեղ պատերազմ չի լինի, որտեղ այնտեղ արդարություն կլինի։ Ոչ մեկին չի խաբի, չի գրփի, չի վախացնի, չի սպառնա եւ այլն եւ այլն։ Այսինքն մեղք չի լինի։ Եվ որպես դրա հետևանք մահ չի լինի, որտեղ մեղքի վարձքը մահն է։ Եթե չկա մեղք, մահ էլ չի լինի։ Մենք ուզում ենք սովորել խոսելու երկնքի գեղեցիկ երկնքի մասին, կամ այսպես ասենք նոր երկրի մասին, որտեղ ապրելու են սուրբերը։ Խոսեք այն կյանքի մասին, որ կշարունակվի անվերջ, ինչպես Աստված է անվերջ, եւ այն ժամանակ դուք կմոռանաք ձեր փոքրիկ փորձություններն ու դժվարությունները, թող միտքը գրավվի Աստծով, այլ ոչ թե Աստված շատ գեղեցիկ է եւ շատ արժանի է, որ մեր միտքը գրավվի իրենով։ Շնորհակալ ենք Աստծուց այս գեղեցիկ դասերի համար, գեղեցիկ եւ ճշմարտացի դասերի համար։ Սա հեքիաթ չի, սա է իրականություն։ Իսկ այն, ինչ որ մարդիկ հետապնդում են այս կյանքում, հարստություն, փող, իշխանություն եւ այլն, այդ ամեն ինչը միրաժ է։ Այսօր գալիս է ձեռքիդ մեջ, վաղը ցնդում է, չկա։ Իսկ հավիտենական կյանքը, որ Աստված տալիս է, միշտ է հավիտյան։ Այսօր Աստված հրավեր է ուղարկում մեզ բոլորիս։
Եվ այդ մենք չպիտի սպասենք, որ ինչ-որ մեկը մեր փոխարեն հրավեր ընդունի։ Ոչ մեկ չի կարող մեր փոխարեն ընդունել հրավեր։ Ոչ մեկ։ Միայն մենք կարող ենք այդ հրավեր ընդունել։ Միայն մենք կարող ենք ասել այո։ Ոչ մեկ իրավունք էլ չունի մեր փոխարեն ասի այո։ Այդ իրավունքը տրված է միայն մեզ։ Այդ հնարավորությունը տրված է միայն մեզ։ Այն մարդիկ, որ սովորել են, որ ուրիշները իրենց փոխարեն որոշում կայացնեն, որ աշխարհին նայում են ուրիշների աչքերով, այդ մարդիկ այդպես էլ չեն հասցնի ճիշտ ընտրություն անելու, որտեղ ընտրությունը ձերն է, այլ ոչ թե ձեր կողքինին, որ դուք նայում եք ումով հիանում եք եւ այլն։ Աստված ձեզ պատիվ է տվել, ձեզ տվել է անձնական ընտրության հնարավորություն, օգտագործեք այդ պատիվը, օգտագործեք այդ հնարավորությունը, ի հոգուտ ձեզ, ի հոգուտ ձեր հավիտենական կյանքի, ի հոգուտ ձեր որակով, հավիտենական կյանքը որակով կյանքի, այլ ոչ թե այստեղի պես ցավ ու դառնություն։ Քվեարկեք հանուն ձեր փրկության։ Թող Աստված օրհնի մեզ այս գործում, Աստծո ողորմությամբ մինչև մյուս շաբաթ։